Բարի լույս։ Բարև։ Ինչ ես գնում։ Դպրոց։ Նորից չկան։ Ում ես սպասում։ Մատինոյ։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Գնում եմ աշխատանքի, ունեմ դեռ 3 րոպե մինչև տանից դուրս գամ, որոշեցի մի հատ ողջունեմ, նոր վլոգի սկիզբ ազդարարեմ ու նոր տանից դուրս գամ։ Այսօր երեքշաբթի է, էլի երկար օր ա, դրանից հետո գնալու եմ ծնողական ժողով, ինչպես ձայնիցս զգացվում է, ու ոչ միայն եղանակային պայմանները, որտեղ այս եղանակին շատ-շատերիս մոտ ա լինում այսպիսի ձայնային, այսպիսի վիճակներ, բայց իմ մոտ դեռ կա այդ թուլությունը, մի փոքր հոգնածություն, այսինքն դեռ ամբողջովին օրգանիզմս չի լավացել, այսինքն ոչ մի բան չեմ էլ արել օրգանիզմս լավանալու համար, աշխատել եմ ոչ մի վարքյան գլուխ չեմ պահել, աշխատել եմ, բայց դե ոչինչ տունը մնալով միևնույնն է, որ տունը մնայ բժիշկն է ասում երեք, ասում է շուտ էինք վերջացրել, բայց ես լիքը գործեր ունեի վաղվա վիրահատության հետ կապված, ասում է գնա տուն, ոչինչ, ասում է դու հետո կանես կհասցնես այս 2 ժամը, գնաս տուն կհանգստանաս, ասում ախ որ գնամ տուն, իմանամ, ասում եմ, պարկելու եմ հանգստանամ, կգնամ, բայց որ գնամ տուն, ասում եմ, կօգտվեմ առիթից ու այդ 2 ժամը ուրիշ բանի վրա կօգտագործեմ տնային գործերի, մի ուրիշ բան կպլանավորեմ իմ համար անելու, այնպես որ ավելի լավ է, քանի բոլորը գնացել են, ասեմ, այստեղ խախանդ հանգիստ ուղեղով նստեմ ու այդ բաները պետքա գրեի, էլի լինզաների ոսպնյակները պետքա գրանցեի, այդպես, մի խոսքով, կարևորը վլոգի ազդարարելն է, ազդարարել եմ արդեն, գնամ իրերս վերցնեմ, այն կողմում երևում է, իրերս արդեն ցուրտ, արդեն անձրևային այդպիսի բաճկոն ինչ-որ բաներ ենք հագնում, որտեղ անձրևներ է, վերցնեմ, գնանք, վաղն էլ վիրահատության ենք, տեսնենք ոնց է անցնելու այսօր երկար օր, այսօր Վիտոն գալու է Զոյկային տանի դաշնամուրի, ի դեպ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ բազմաթիվ շնորհավորանքների համար, Զոյկայիս իսկապես շատ ոգևորված է գնում, շատ ուրախ է գնում, հա դեռևս շաբաթը 1 օր է գնում, հարցրել եք, շաբաթը 1 օր, երեքշաբթի օրերն է գնում, բայց ուսուցչուհու ասելով դեռ սկիզբն է, ինքը դեռ նոր է, այդ լավ է, բայց օրենքով, այսպես ասած, երաժշտական դպրոցը շաբաթը 1 օր է տրամադրում, բայց հնարավորություն ունենք նաև ուսուցչուհու հետ պրիվատ պարապելու, բայց հիմա չեմ տեսնում դրա նպատակը, թող ինքը գնա իր դասերին, հետո արդեն եթե կարիքը լինի քննություններից առաջ, տարեվերջին քննություններ ունեմ բան, այդ ժամանակ թե կարիքը լինի, իրոք կմտածեմ այդ մասին, հիմա դեռ թող գնա այնպես ինչպես որ կա, այդպես սիրելիներս, Վիտոն կվերցնի Զոյկային կտանի դաշնամուրի, հետո կգան, ես կգնամ ծնողական ժողով, կգան երկուսով իմ հետևից, այդպես, դե լավ, գնացինք, լավ մնացեք, լավ եղեք, մինչև նորից կհանդիպենք։ Ինչպես տեսնում եք, բավականին արդեն ցրտել է ու ցերեկը միայն կեսօրին մի քանի րոպե այսպես տաք է անում, բայց հետո նորից անձրևներ ցուրտ, մի 2-3 ժամ արև է լինում ու հետո նորից ցուրտ, այստեղ այդպես է, ամառ, մի քիչ ամառ է լինում ու մի անգամից ձմեռա շունգարուն չենք էլ տեսնում։ Գնացինք։ Բարի լույս, բարի առավոտ, ժամը 6:30 է, գնում ենք, այսօր երեխեքի հետ եմ գնում դասի, այսինքն իրանք դասի, ես գործի, սա չորեքշաբթի է ու մեր գրացի վիրահատության օրն է, ինչպես միշտ, ինչպես բոլոր չորեքշաբթի օրերը, ու ես պետքա շուտ գնամ, պացիենտներս գան, գրանցումներ անենք ու շարժվենք դեպի գրած, գնացինք, սենց մութ է։ Ինչպես հասկացաք, շարունակվում է, ընթացքի մեջ է, ամեն ինչ շատ լավ է գնում, այսօր շատ պոզիտիվ պացիենտներ են, ու շատ հավես է անցնում, ժամանակը կարելի ասել թռնում է, արդեն 4 ժամ այստեղ ենք, բայց չի երևում հետ, բայց դեռ մի 4 ժամ էլ ունենք։ Ահա և վերջ, արդեն բակում եմ,
Այսօրվա օրն էլ ավարտվեց, ամեն ինչ շատ բարեհաջող անցավ, շատ լավ, պացիենտներից բերեցի տեղ հասցրեցի, եկան տարան, տեղավորեցի, դռները փակեցի ու եկա։ Դե ինչ, գնանք հաց ուտենք, հոգնած եմ, սոված եմ, մինչև վաղը։ Սիրելիներս, եկած եմ հացքերա ու հիմա փորձում եմ այս երկու ծաղկեփնջերից մեկը հավաքել։ Այստեղ իհարկե այս բուտիրիկ մեխակներն ընդհան մնացել ու սրանք էլ անգելից այս ամուսնուս նվիրած ծաղկեփնջից հա, այս արդեն երևի մի 2 շաբաթից ավել է, ուղղակի վերևում էր դրած, այնտեղ ջերմաստիճանը, քանի որ խոհանոցի դեռ պատրաստ չի, ջերմաստիճանը այսպես կայուն է, չի փոփոխվում, դրա համար երևի 2 շաբաթ, 3 շաբաթ է արդեն, իսկ սրանք այստեղ են էլի 10 օրից ավել երկար դիմացան, հեսա նշակենք մի հատ։ Վերջ, ու հիմա այս փոքրի մեջ կդնեմ, փորձեմ այսպես թեքությամբ այսրանք մաքրել ու այսպես շեղ կտրել ու տեղավորել նորից ծաղկամանի մեջ։ Վերջ, պատրաստ եմ, մի քանի հատ էլ սառույց եմ գցում մեջի, որ միանգամից թարմանան, արմատները միանգամից թարմանա, այսպես հուսամ, դեռ երկար կդիմանան, որովհետև իրոք ափսոս եմ, սիրունությունները, ու հələ մի հատ հանուն արդարության, ասեք, որն ավելի ու լավ, եկեք այսպիսի բան տեսեք, բոլորը սիրում են, շատ սիրուն են, ամենքը իր գեղեցկություն ունի, տեսեք մի հատ այս գույնը, դե արդեն ովքեր չգիտեն, ասեմ, մեզ անգելս էր նվիրել, երբ գնել էր 5 տարբեր գույների, այսինքն միագույն, 5 միագույն ծաղկեփունջ վարդերի եւ սարքել էր մի հատ մեծ փունջ ու ինձ էր նվիրել, այդ կարող եք տեսնել նախորդ տեսանյութում ու սիրում եմ բոլոր գույները, ես առհասարակ գույներ շատ եմ սիրում եմ բոլոր գույները, ծաղիկները, բայց հələ մի հատ տեսնեմ ինձ լավ ճանաչողները կգուշակեն, թե այս կոնկրետ փնջից ամենաշատը որ գույներն եմ ես սիրում, որ գույն եմ, հələ տեսնեմ, որ գույնի վարդեր եմ սիրում, տեսնենք հələ, բարի լույս եկա, Բարև, նստի տեսնենք ինչ ես սովորել երեք չառոջ, միացրած եմ, անգելը գիշերը միացրած է թողել ոչքիս, մենք սովորել ենք, այս թքում էլ մենք սովորել ենք, որ պետք է մի սենս անենք, երկու մատիկներով, հա, էսի 3, մեկը 2, մեկը 3, հա, որտև էստը 3 է, էստը 2 հատ, Այսո, ճիշտ է, բա այս բաները ինչի համար ազու այս պետալները, էսի սենս է, դու խոզ հա, ու էսի, ինչ է տարբերությունը, էսի ուժեղ է, ու էսի քիչ ցածր է ձայնը, տոնը, դրա համար է պետք, որ անպայման պետալները լինեն, հա, ու հիմա վինդ, Էդի կամինա, հա, Անդրես,
Արեն ջան, էլ հագնվի բան ես։ Զոյկան գնացել է ընկերուհու տուն, գնում եմ բերեմ, ասեցի չգաս միջև ես կամ հետևիցդ, 10 ընկերուհին է, մեն մոտիկ են իրար հետ, ով ծուր տարդեն, տակ հակնված, ընկերուհին էլ հետ եկավ, հիմա ինքն է եկել մեր տուն, հետո կտանենք իրան կճանապարհենք բինգոյի հետ, Զոյկայի հետ, գնանք հաց ուտեն։ Բարի լույս Զոյկա, ուր ես եկել։ Եկել ես ինչ առնես։ Կուրկա։ Որոշել ես ինչ ձև ես ուզում։ Չէ։ Նայես նոր։ Զոյկայի ես շորերն էլ ենք ծիծառել, Զոյ, այս շորերը որ առանք հենց այս մանիկենի վրա էր։ Այս ժիլետն էլ է հավես։ Զոյ, կուզես մի հատ սենց ժիլետ էլ առնենք երկար։ Եվ այս մոնո։ Տենց վերք ես ուզում։ Հակարա։ Հեսա նայեք կյանքս։ Մենք սիրուն այս ով։ Նայ։ Սենց բան կա։ Կան կարնենք։ Հա, կառնենք, արի գնանք առաջինը մի հատ էսի վերցնենք, սա քո չափը, գնանք կուրտկաներ նայենք, աչի։ Չկարես սենց սրանք։ Հավես է սրանք։ Կուրկաներով։ Այս գույնը կարելի է։ Շատ սիրուն գույն է, սկսել է շատ դուրս գալ այս գույնը ջան։ Այն կողմն է վալես, հենա, նայ երեխեքի կուրտկաները, պապան գնաց արդեն։ Սիրուն է շատ այս գույնը։ Ամենուր արդեն ամենուր եմ ացել։ Und machst du an den Steckende Sabine? Ja, das ist klar, ja. Wunderschön, ja. Aber das war alles. Ja, das war alles. Aber das ist aber. Ich hab das schon Maschinen. Und ja. Ինչպես միշտ ես չեմ կարողանում անտարբեր անցնել անկողնային պարագաների կողքով ու քանի որ միավորներ հավաքել ենք Զոյկանը այս փղիկը վերցրեց
Գնացինք, գնանք դասավորենք։ 8 հուզիս իրա հարը չի կարողանում անտարբեր անցնելու չեմ համբերում մինչև տուն հասնեմ։ Ուղղակի մաքրում եմ ու ուտում եմ։ Համով շատ։ Իհարկե Հայաստանի թեզերին չի հասնի, բայց դե համով է։ Ինչ խոսք։ Լավ ես։ Զոյկայի համար ձմեռային վերարկու բան ենք վերցրել, սենց։ Բայց ես ուզում եմ իմանամ ինչա մեջ է։ Այս խանութի աշխատողությանը վերստացել Ու ես եմ ուզում։ Ոչ այս խանութի էլի։ Այս բարձ է, սենց հետո կպնում է, դառնում է սենց ավելի սենց բարձ։ Ես էսի գրկելու եմ գիշերը ու քնում։ Այս սենց։ Գնացինք լավ, մնացածը տանը։ Բացեցի։ Կարմիրնա։ Դու ես էի ուզում։ Կամ էսի կամ են անակնկալը։ Հա, էսի լովնա։ Այդպես տիլիկա։ Հա չէ։ Արդեն հասանք տուն, ուրեմն ինչ եմ աղացած միս, բուրգերի համար, չնայած արցախցիքից ունենք անգերինան հանելա, հիմա այդ կպահենք տոլմայի համար, սրանով թարմա թո բուրգեր սարքի, այսպիսի ամբողջական հացահատի սենց հաց ենք գնել, կարտոֆիլ 2 տեսակ, մեկը պյուրեների համար է լավ լինում, մեկը տապակաների համար, լոլիկի հետ գալիս է վարունգ, գազար, կաղամբ, տոլմայի ընդհատուկ կաղամբը, այստեղ Անգելինան զանգեց ու բամ, այսօր բուրգեր եմ ուզում սարքեմ, կարաս բան բերես, բուրգերի հացերը, քանի որ մինչև թխեինք ուշ գնել, երեկ եմ հաց թխել, դրա համար թող ոչինչ գնեցինք ու մանավանդ, որ թարմ ստանում էին, հենց էդի, որտեղ լինում է, որ առնում ես փշրված է, այս թարմնոր էին ստանում, բուրգերի հացերը, այս սալաթը, մայոնեզը բուրգերի համար է, այսպիսի հաց եմ գնել բրդուճների համար, այստեղ մածունը, որը պետք է գնանք շպարից առնենք շատ, այս ուղղակի մի հատ վերցրեցի կաթ, այստեղ մրգերից վերցրել ենք մանգո, թուզ, արքայա, ձոր, կարալյոկ, բանան, մանդարին, հետո գալիս է արդեն սունգ բանջարեղենների հետ, վարունգը, մացարելան, ձու, ընկույզ եմ վերցրել, աղ, մի խոսքով ալուր, շաքարավազ ու այստեղ էլի հացի տեսականի է, այսպես, իսկ այստեղ էլ, այստեղ իմ շորերն է, որ վերցրեցինք, շալվարը հակառակ գույներով վերցրեցի, այստեղ էլ էսենց կիկից, ինչ-որ հետաքրքիր արգանայզրա ինքը բանի համար, որ դնեմ բաղնիքում մեր, ինչ-որ բաներ մեջ շարելու համար, ես գիտեմ, որ լավ բան չի, բայց դա երեխեքը սիրում են, սառեցնում են, հիմնականում սենց սառույց որպես, ջուր են լցնում վրեն, կամ էլ հենց պաղպաղակի փոխարեն, ու այսպիսի արգանայզերները, սենց իրենց կապարիչներով, այստեղ զոյկային սենց երկար նասկիներ եմ գնել, պապայի, այս էլի նասկիները, ու այստեղ էլի, սրանցից 6 հատ եմ ոնց որ վերցրել, այսպիսի զեղչված ամառային ծովափնյա բաներ կային, հիմնականում ես ոչ միայն ծովափին, այլ նաև բաղնիքում էլ ենք օգտագործում, կամ ասենք մարզասրահում էլ են հագնում են իրենք, եթե մտնում են լողանալու, այստեղ այսպիսի, այստեղ էլ այսպիսի, ու զոյկան ծամոն է վերցրել, մեկ էլ այսենց բարբի էլի սրանցից է, բայց բարբի, այսպես սիրելիներս, ինքին տոպրակը սիրուն, այս էլ մեր գնումները, հա ու ես զոյկայի կուրտքան էլ թույս տամ, դե զոյկայի գնումներից իր փղիկն է, փղիկը բարև լաբուբուն, մեկ էլ լաբուբուն իդեպ ես գիտեմ, որ մարդիկ են ինելու, որ գրեն ինչ-որ բաներ, ես ուղղակի երեխաներիս չեմ մարժում, եթե կա ինչ-որ մի փոքրիկ բան, որ իրենց կարող է երջանկացնել այդ,
ես գնում եմ, իրենք կմեծանան, կհասկանան այդ կարելի է, ու եթե երեխային դու չասես, թե այդ ինչ է իրենից ներկայացնում կամ երեխան չտեսնի, երեխան կնկալի խաղալիք այնպես, ինչպես իր աշխարհայացնա, ու վсё։ Դրա համար ես ոչ մի խաղալիքի հանդեպ ինչ որ հատուկ բաներ չունեմ, որ այս մոստա է, այս չգիտեմ ինչա, ավելի վախենալու բաներ կան կյանքում, քան այդ խաղալիքներն են, ու այսպես որոշել էի սկզբում երկար սիրուն ուղղակի կուրտկա վերցնել, հետո հասկացա, որ Զոյկան ունի այդպիսի կուրտկաներ ու այստեղ կոնկրետ ավելի հարմար է այսպիսի ձմեռային հաստ բաները 2 կտորով, որտեղ հետո գնալու են դահուկասահքի, այդ ամեն ինչի ու այս շատ լավներ նոր էին ստացել, հետո երբ որ պետք է լինում դպրոցում գրում են, որ պետք է, արդեն ման են գալիս, այլ խանութներում չի լինում, Զոյկային է անցած տարվանը իր համար փոքր էր արդեն, իր համար այս լավ գրպաններով, այստեղ էլա ցեփերով, այստեղ այսպես որ հագնի ինքը մատիկը հանի, որ չմրսի թաթիկները, ու ներսից էլ դե ինքը այսպես կոճկվում է, մի խոսքով շատ լավն էր, գույներն էր իր ճաշակով, ասենք շնորհավոր Զոյ։ Չգիտեմ ինչ փորձեր են անում, անցած տարի էլ հեռախոսի վրա նամակ եկավ, ոչ բան սիգնալիզացիա տրիվոգա է անում։ Եվ մինչև հիմա այս ձայնը կա ինչ-որ փորձեր են անում, էլի, որ լինի, այս ինչ պետք է անեն, չգիտեմ, չեմ էլ ուզում խորանամ, ամեն դեպքում արդեն 10 րոպե է եկել է հեռախոսների վրա, բոլորին ես միանգամից միացավ, պատկերացրեք ինչ վախենալու էր, չգիտեինք էլ, ես չգիտեի, երեխեք գիտեին, ես չգիտեի, որ այսօր լինելու, որ այսօր արդեն ամսի 4-ն է, այդ չգիտեի, ու այսպես Mən դեպքում եկել եմ սուրճ տնեմ, մի հատ սուրճ գնում, արդեն սենց համեղ ձմեռային մրգերով, ընկույզով, մեր առավոտա շոկոլադնա, ծեղչվել էր ռուսական խանութից, իհարկե մեծ հույսեր չունեի, որ համովերել եմ, մի տեսակ շատ յուղային է, չգիտեմ, մնացած շոկոլադների հետ տեսել ուղղակի կասայի մոտ էր հենց Ռայել հույս ունեի, որ գոնե արևը կբացվի, բայց դե չէ, դեռևս ոչ։ Մի հատը բացենք, տեսնենք ինչ կա, խիված էր, որ 3 կտորից է, ինձ թվում է այսպես է լինելու, բարձը, վերմակը, նոմատրասնիկը, չգիտեմ, տեսնենք, սիրում եմ այս պահը, որ բացում ես ու սկսում են ուղրել իրան։ Ճիշտ մտածել էի, սենց նոմատրասնիկն է, վերմակը ու բարձը, շրովնո։ Մինչ ես նկարահանումներ էի անում, անգելս այստեղ սկսել է արդեն բուրգերի կոտլետների պատրաստելը, ահա խճողակը հարցրեցի, խճողակի մեջ 1 հատ կարտոֆիլ ա քերել, սոխի փոխարեն, դե սոխ չի քերել, որովհետև ամուսինս սոխ չի ուտում, արդեն գիտեք, դրա համար կարտոֆիլ ա քերել, որպեսզի ավելի հյութեղ լինի, ահա պանիրն էլ ա դրել, այս կողմում կտրատել ա սոխը, իմ կարծիքով կեչուպ եւ մայոնեզ ա մեջը, բուրգերի հացերը, մի խոսքով ամեն բան պատրաստ է, մնում է որ հավաքի, այսօր որոշել է մեզ ինքը հյուրասիրություն անի, բուրգեր պատրաստի եւ մեզ հյուրասիրի, ահա արդեն պատրաստ է, տեսեք մի հատ ինչ ախորժելի տեսք ունի, այսինքն Ողորչան վերջ, ես էլ հատուկ իմ համար ասարկել, ասում եմ ասի լոտ այս, մի հատ ինչ հավեսն է, ասեմ, որ ես բուրգերի սիրահար չեմ, այսինքն դրսում երբևէ չեմ կերել, Մակդոնալդս, King Burger, Burger King, դրանք իմ համար չեն, ես կերել եմ երբևէ, մենակ պաղպաղակ ընդեղի, ու այսօր բայց անգելի սարկածից չեմ հրաժարվում։
Սիրելիներս, վերջ գնումները վերջացրեցինք, տեղավորեցինք ու պատրաստվում եմ շաբաթ երեկոյան ընթրիքի, տոլմա ենք պատրաստելու ամենալավ կաղամբով, փափուկ, այստեղ արդեն պատրաստել եմ և վրան ավելացնելու ենք ահա այս համեղ խույսը, սկսեցինք փաթաթել։ Մամ, Սա այլ երկրորդ շերտը, գիտեմ ինձ նոր հետևողները, հիմա կասեն ինչ ես այսպես մեծ փաթաթում կարաս կտրես, որովհետև իսկապես մի հատը կարելի է հենց երկու հատ անել, ուղղակի գիտեն մշտական հետևորդները, որ մենք սիրում ենք այսպես երկար, շատ կարմիր, որ վերցնես երկու հատ, երեխաները նույնիսկ մեկ հատ, մեկ-երկու հատ, որ ես դանակ պատարակաղով կտրատես ու ուտես, ու էլ պետք չլինի շատ քաշել կամ այսպես միանգամից ծամել, այսպես ավելի պասուստոլմայի նման էլի, այսպես ավելի գեղեցիկ է ու իմ կարծիքով ավելի էսթետիկ է ստացվում։ Վերջ, մեր ընթրիքն արդեն պատրաստ է, վայելում ենք համեղ տնական տոլմա թթվասերով և մի փոքր էլ տնական հացով։ Շաբաթ երեկո, մինչև ես լվացք էի ծալում, հացքեր ենք, հետո խոտերը քաղեց, տերևներն է հավաքում, ինձ ակուրատնի լինի մի քիչ, ճիշտ է, հիմա բալկոնում ենք ավելի շատ նստում, բայց դե այստեղ էլ մաքրեմ պատրաստ, որ արև ալինում, ստեղ էլ է հաճելի նստելը, հիմա այն փոքրիկ տեղերն էլ փոքր տրակտորով կքաղի, կան լավ կանաչ է, չգիտեմ ես երևի լույսից հասել ծերևում, բայց սիկ են կողմում երևում է լավ կանաչ է դեռևս։ Գնամ ես բաները պետք է տանենք ներս պալմաները տանենք ներս, չգիտեմ այս բանը դանդուրը, տեսեք, մինուս արը 2 օր, այսենց սառել է, բայց չգիտեմ սերմերը ինքը թափվել է ներսը, թե հավաքեմ, ոնց անեմ, ինքը կաճի մյուս տարի նորից, Հելա ասեք, ես մոռացել եմ ճիշտն ասած ոնց պետք է լինի, չգիտեմ, հիշում եք չէ այս ծաղիկները, որ իմ հետևորդուհին եկել էր Չեխիայից ու նվեր էր բերել ինձ, Հայաստանից բերված, տեսեք ընդամենը 2 քոլ էր ոնց որ, 2 ճյուղեր, տեսեք ինչքան է շատացել, բայց դե հիմա ցրտահարվել է, հիմա այս երկուսը պետք է տանենք տուն, մի հատ ստեղ էլ է դանդուրաճը, մաքրենք մեջը, մաքրեմ, ամանը մաքրենք ու արդեն տանենք ներս, շուրջ սառեմ, ստեղ մարդած է, ես էլ է սառել 2 օր առաջ լրիվ այսից ծաղկած էր կարմիր, հիմա սառնած, տահարվել է, բնությունը հրաշք է, ու ես օրորի զարմանում եմ ես ցրտին, մի հատ տեսեք, վարդս նոր բացված, ու կոկոնները նայեք, ինչքան սիրուն են, տեղինն է, տեղին վարդում ասա, դժվարությամբ, բայց բարձրացրեցի, հիմա տանեմ սրանք ներս, ու ես կողմումներ ունեմ, ասեք, երբ որ այսենց ծաղկել վերջացրել է, ես այսպես կտվում եմ, այս կարմիրները, իրենք հիմա նոր դուրս եկացնեն, ու կոկոններ են տալիս, չես մեկ
այստեղ։ Այս մեկը ստեղ դնեմ, մեկը մյուս տունը։ Ճշմարիտ կտանենք, այստեղ կտնենք։ Գնացիք ու վերևի գնումները պետք է դասավորեմ։ Ես էլ այստեղ տեղ գտավ։ Հիմա ինչ ենք գնել ստերի համար։ Սենց հոտ եմ վերցրել, իհարկե ես այսպիսի հոտերի շատ մեծ սիրահար չեմ, բայց դե սենց հոտ եմ էջ ժելեյա նման ինչ-որ բանա։ Այս տեսակի հոտ։ Եվ հոսանքին միացվող այսպիսի հոտ ու էլ եմ ասում, ես այսքան այս հոտերի բան չեմ, սիրահարը չեմ, բայց դե սիրում եմ, երբ որ անուշ հոտ է գալիս, անընդհատ ջուրում է անուշ ու աշխատում եմ մաքսիմալ գոնե լավ բան վերցնել, այսինքն հոտերի ընտրության հարցում վիտոն անդրաջիշտ ասած այս հոտերը։ Սենց բացեցի, չգիտեմ, ասում եմ բաց 3-ն է, հետո տեղադրի սրա մեջ, հետո ես միանալա հոսանքին ու միացնենք ու բույրը արտադրելու։ Բայց հենց սենց էլ ինքը անուշ է բուրում շատ, պետք է խոստովանեմ, մանգոյի հոտ է գալիս, մանգոյը, ու շատ լավն է։ Վերջ, հոտերն էլ դասավորեցի, ինչ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ է խոհանոցս գալու ու վերջապես սկոմի պատել, սենց չլինի։ Բայց դե, ամեն ինչ քիչ-քիչ, այսենց որ պատկերացնեք այստեղ պայմանա։ Գիտեմ, որ հեսա վիտոն գալու մի ձև փոխի, մի բանանի, կաղաբերի ես մյուս պատի տակ, ամեն դեպքում։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ, շուտ արթնացել եմ, քանի որ շատ վաղ էի արթնացել, որոշեցի, որ դժգոհություններ էլի չլինեն, վիդեո պատրաստեմ, մոնտաժ էի անում, բայց դե ունեմ դեռ այսօր էլ նկարելու, այսօր էլ կնկարեմ ու նոր վերջնական երևի երեկոյան, այսինքն կիրակի երեկոյան, երևի թե նոր կտեղադրեմ, այդպես գնացինք։ Սեկ ինչ եղանակ է, անձրևային, այսենց անձրև, անպամած, քնելու եղանակ է, բայց դե կիրակի է ու շատ գործ ունենք, այնպես որ գնացինք։ Ու եղանակին համահունչ, հեսա մի հատ նախաճաշենք ու սպաս եմ սարքում։ Սպասս պատրաստա ու քանի որ անգելս հիվանդ է, սպաս տանեմ վերև։ Ու ես այսօր առավոտից այսենց մատուցելով եմ զբաղված։ Ես էլ վերև եմ տանում, վիտոն զանգելա վերևներ, ինք ասում արի սուրճ խմենք, ասում բայց սպասը պատրաստ, ասում դե քո համար ասում սուրճ կլցնեմ, ես սպասը կուտեմ, ես էլ միշտ կտրոցի գնամ վերևը։ Մի հատ նայեք ինչքան համահունչ է էլ ես եղանակին, տակ սպասը, սենց աշնանային համեղ մրգերը ու այս եղանակը, այս անձրևը։ Ու այնպես չի, որ մեր բատշկամբում ցուրտ է, մենք ունենք այսպիսի հարմարանք, հատուկ դրսի համար նախատեսված։ Այս լավ ապուչում, տակություն է։ Բարի լույս, ողջույն։
Չնայած որ արդեն բարևել եմ Կիրակի օրը, բայց ուր ենք գնում։ Ես Էլենս համուսինս հետանում գնում ենք, լավ գնանք տեղում կպարզենք ուր ենք գնում։ Ինչ ուժահանձրավա գալիս, բայց դե անձրը մեզ չի խանգարում իրականացնելու մեր պլանները։ Սիրելիներս, լավ ասեմ, ուր ենք եկել։ Ես որոշել եմ վերսկսեմ իմ մարզումները, ինձ ճանաչողները, հետևողները գիտեմ, որ ես միշտ զբաղվել եմ սպորտով, միշտ գնացել եմ, հաճախել եմ ֆիթնեսի, այն ամենազբաղված ժամանակահատվածում էլ շատ միշտ եմ զբաղված եղել, գոնե շաբաթը 3-4 անգամ գնացել եմ, որ ժամին ուզում լինի, բայց ինչ տեղափոխվել էինք Klagenfurt, մի տեսակ չէր ստացվում, հետո առողջական խնդիրներ, հետո զբաղվածություն, բայց հիմա հասել է, եկել է հասունացել է այն պահը, ու որոշել եմ սկսեմ մարզումներս։ Գնացինք։ Գնացինք։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այսօրվա տեսանյութը, հուսով եմ ձեզ դուր եկավ ու վերջում մի բան հիշեցի, որ ցույց չեմ տվել, թե ինչ գնեցի ինձ համար 3 խանութից, բայց թե ոչինչ, դա էլ կտեսնեք հաջորդ վլոգում։ Դե իսկ այսօրվա համար էլ այսքանը, լավ մնացեք, առողջ եղեք, առայժմ